Նաիրա Կարապետյան։ Հարգել կառավարություն, շարունակելով հյուսիս-հարավի թեման, հարցս ուզում եմ ուղղել հետևյալ ձևակերպմամբ։ Երևան-Գյումրի ճանապարհահատվածում կարծես ավելի ինտենսիվացրել են եւ ավելի արագ են ընթանում շինարարական աշխատանքները, բայց վերջի 2 օրվա ընթացքում ես ստանում եմ բազմաթիվ զանգեր, հատկապես գյումրեցիներից, որ Բազմաբերդ գյուղի շրջանում ճանապարհը ամբողջովին փակ է եւ շրջանցիկ ճանապարհը գյուղի միջով է։ Իսպառ բացակայում է որևէ ցուցանակ, որևէ սլակ ճանապարհ դեպի մայրաքաղաք ուղղորդելու համար։ Այն բոլոր հարցերին ճանապարհային ոստիկանությանը ինչպես պետք է լինի ճանապարհը եւ արդյոք հնարավոր չէ գոնե ժամանակավոր ինչ-որ տեղեկատվական ցուցանակներ փակցնել, ճանապարհային ոստիկանությունը պատասխանում է, որ դա շինարարի խնդիրն է։ Հարց. արդյոք թեկուզ կարճ ժամանակահատվածի համար հնարավոր չէ մեր ճանապարհ օգտագործողների մասին մտածել եւ համապատասխան ցուցանակներով զինել ճանապարհը։ Շնորհակալություն։ Գագիկ Բեգլարյան, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար։ Շնորհակալություն հարցի համար եւ հարցին միանգամից պատասխանեմ, որ այո, հնարավոր է եւ հիմա այդ աշխատանքները տարվում են, հաջորդ շաբաթ ամեն ինչ կվերականգնվի։ Շնորհակալություն։ Արձագանքի համար Նաիրա Կարապետյան։ Էլի կարճ արձագանք, շնորհակալություն դրական պատասխանի համար, բայց ես ակնկալում եմ, որ գոնե վաղվա ընթացքում ինչ-որ ցուցանակներ կլինեն, հա, եթե հնարավոր է։ Շնորհակալություն։ Գիտեք, ճանապարհը երկու կողմն փոխվել է։ Այս ճանապարհը, որի մասին որ դուք ասում եք, ընդհանրապես ունի 2 օրվա անցնելու անցուդարձի համար, որպեսզի 2 անգամ ծախս չանենք, նա փակվելու է, իսկ մյուս ճանապարհի վրա նշաններ լինելու են։ Շնորհակալություն։